Հայցը փաստական հիմքում հայցորը դրել էր այն հանգամանքը, որ էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունները եւ հանրային ծառայությունների կարգավորման մասին օրենքի փոփոխությունները ծանրացնող հետևանքներ են առաջացնում հայցորի համար եւ դրանք հետադարձուժով կիրառման ենթակա չեն։ Դատարանը նկատի ունենալով մի շարք հանգամանքներ, որ այս օրենքի կիրառության մասով արդեն իսկ համարական դատարանում գործ է քննվում, սույն վարչական գործի վարույթը կասեցրեց, մենք սպասեցինք, տեսանք Սահմանադրական դատարանի որոշումը, մենք քանի որ ի սկզբանե չգիտեինք պատգամավորների 1/5-ով ինչ բովանդակությամբ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, ենթադրում ենք, որ վաղեմության հարց բարձրացրած պետք է լինի, հուսով ենք, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ այս հարցերը ևս կփարատվեն եւ մենք կարողանանք այս գործը անխոչնդոտ տանել առաջ։ Մինչդեռ երբ մենք նայում ենք Սահմանադրական դատարանի որոշումը, որը հիմնված է բողոքի շրջանակներում, դրանից դուրս չէր կարող գալ, պարզվում է, որ Սահմանադրական դատարանի առաջ վաղեմության հարց բարձրացվել է միմիայն հետադարձության ուժի հարց բարձրացվել է միմիայն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված խախտում, ենթադրյալ խախտումների հիման վրա վարույթ հարուցելու նոր ընթացակարգի կիրառումը, այդ թվում նաև կանխարգելիչ միջոցառումների կիրառումը, արդյոք վատթարացնող հետադարձ չի այս մասը նախորդ խախտում եւ նաև որ կանխարգելիչ միջոցառում կիրառելու այս նոր ընթացակարգը կիրառման որոշում կայացնելիս հաշվի առնվում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը նախորդ խախտումների թիվը, ենթադրյալ խախտումների թիվը։ Այս մասով Սահմանադրական դատարանը խնդիր չէր տեսել օրենքի հետադարձության Սահմանադրության 73 հոդվածի մասով, նշել է, որ կանխարգելիչ միջոցները ինքնին չեն հանդիսանում որպես ուժի միջոցներ, քարտապահական ուժի միջոցներ չեն հանդիսանում, հետևաբար նոր օրենքով հին արարքի համար ավելի խիստ ուժ չի նշանակվում։ Այս տրամաբանությամբ Սահմանադրական դատարանը ասել է, որ էներգետիկայի մասին օրենքի 52.1 հոդվածի առաջին մասը հետադարձության մասով Սահմանադրության 73 հոդվածի առաջին մասին չի հակասում։ Մինչդեռ մենք հայցային վաղեմության հետադարձության մասով շատ կարևոր այլ հարցեր ենք բարձրացնում։ Ինչ ենք ասում մենք։ Ասում ենք չի կարող նախկին ինչև օրենքի ուժի մեջ մտնելը կատարված արարքների համար հետևանք առաջանա սեփականատիրոջ համար ավելի խիստ, քան այդ հետևանքը կառաջանար խախտումների կատարման ժամանակ գործող օրենսդրությամբ։ Խոսքը վերաբերվում է հետևյալին։ Եթե մինչև օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիայի գործողությունը դադարեցվում էր, սեփականատիրոջ բացասական հետևանքը այն էր, որ սեփականատերը նորից պետք է դիմեր ստանալ լիցենզիա։ Այսինքն, եթե սեփականատիրոջ կառավարող ընկերությունը կատարել է խախտումներ, որի հետևանքով լիցենզիայի գործողությունը զրկվում է, այդ նույն ընկերությունը կարող է դիմեր ստանալ լիցենզիա։ Այսինքն, սեփականատիրոջ համար այստեղ որևիցե այդպես դուրս բացասական հետևանք չկա, ռիսկ կա, որ կարող է նոր դիմեին ասել ինչ եք համապատասխանում լիցենզիա ստանալու այդ չափանիշների, բայց դա այլ հարց է։ Ինչա տեղի ունեցել։ Փոխվել է օրենք, օրենքի անցումային դրույթ է դրվել, որով ասվում է, որ նախորդ մինչև օրենքի ուժի մեջ մտնել է կատարած խախտումների համար, եթե պատասխանատվության միջոցը լիցենզիայի գործողության դադարեցումն է, նոր հետևանք ենք առաջացնում։ Սեփականատեր զրկվում է սեփականությունից, որտեղ կամ պետք է կառավարության առաջարկով սահմանված կարգով օտարես այդ գույքը կամ եթե չէ Սահմանադրության 60 հոդվածի հիման վրա որպես գերականանային շարք քո ձեռքից միևնույնն է տաներուն, այսինքն դու հարկադրաբար զրկվել ես սեփականությունից։ Հիմա կարող է սեփականատերը մինչև այդ կանխորոշեր, օրինակ իրա ենթադրյալ վատ կառավարման արդյունքում իրեն պատկանող ընկերության գործողությունները, կատարված խախտումների ինչ հետևանքներ կառաջացնել, այո, կարող է կանխորոշել եւ կանխորոշել էր, որ եթե հանգած մի բան լինի, հետևանքը լինելու է, որ ընկերությունը դիմելու է ստանալ լիցենզիա։ Իսկ օրենքը փոխեցին, մի քանի օր հետո տարածքային կառավարման նախարարը հաղորդմամբ հանդես եկավ, ընդ որ մեջի նշած ենթադրյալ խախտումները բոլորը նախատեսված էին ենթադրյալ կատարումը տեղի ունեցել այս օրենքի ուժի մեջ մտնելուց լավ ժամանակ առաջ։ Հիմա կարող էր սա առաջացնել մի հետևանք, որ
հին խախտումների համար ես այսօր որպես սեփականատեր զրկվելու եմ այդ ընկերությունից։ Մեր կարծիքով չէ, որտեղ ստեղ կլինի պատասխանատու օրենքի հետադարձության խնդիր եւ որի արգելումը Սահմանադրության 73-րդ հեդվածն է։ Մենք կարծում ենք, որ դատարանը կարևոր Սահմանադրական դատարանի իր որոշմամբ այս հարցերին անդրադարձ չի կատարել, դատարանը այդ հոդվածները միևնույնն է այս գործով կիրառելու է, չի կարող չկիրառել։ Բացատրեմ ինչու իմ կարծիքով։ Մենք ներկայացրել ենք ոչ միայն վիճարկման հայց, որով վիճարկում ենք որոշման համավերությունը, այլ մենք նաև ներկայացրել ենք որպես այդ ակտի հետևանքները վերացնող արձանցյալ պահանջ։ Հիմա եթե դատարանը բավարարի հայցը եւ ասի անբավեր եմ ճանաչում որոշումը, ստիպված նաև կիրառելու այն հոդվածները, ասի քանի որ այս հոդվածների հիման վրա այս հետևանքները կան, վերացնում են նաև այս հետևանքները։ Սակայն, եթե պարզվում է, որ Սահմանադրական դատարանը ասում է, այս հետևանքները ձեզ համար չէին էլ առաջ եկել, Սահմանադրական դատարանի որոշումից հետո վարչական դատարանը մեր արձանցյալ պահանջը մերժում է ասելով, որ ձեզ համար միևնույնն է այն հետևանքները, որ իրավահարաբերության բացակայությունը դուք ուզում եք ճանաչեք որպես արձանցյալ պահանջ, չէր էլ առաջացել, որ ես այդ պահանջը բավարարելով այս վարչական ակտի հետևանքները վերացնես։ Ես վիճարկող վարչական ակտ հետևանքները ձեր համար չէր էլ առաջացրել։ Որպեսզի այս հարցերի վերջնական լուծում տրվի եւ դատարաններ կիրառելի օրենսդրությունը կիրառելուց առաջ համոզվի, որ այդ դրույթները այս հետադարձության հարցերը համապատասխանում են Սահմանադրության 73-րդ հոդվածին, մեր կարծիքով դատարանը պետք է դիմի Սահմանադրական դատարան, մենք որոշման միջնորդությամբ հստակ ասել ենք Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով սահմանված հիմքով դիմել Սահմանադրական դատարան, էներգետիկայի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ԹՕ 196-ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, այդ օրենքի հիման վրա փոփոխված էներգետիկայի մասին օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի ու հետադարձության մասով Սահմանադրության 73-րդ հոդվածի առաջին մասի համապատասխանության հարցը որոշելու համար եւ միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ դա գործիք ասեցման հիմք է, ինքը ընդունել է վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետը, միջնորդում են կասեցնել ՏԻՊ-ԲԴ 21-695/05 վարչական գործի բարույթ։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։